Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր պիտի խոսենք մի շատ կարևոր խնդրի մասին, որի անունը քթի միջնապատի թեքություն է, կամ երբ որ մարդկանց քթի միջնապատը ծուռ է։ Առաջին հայացքից թվում է, թե գաստրոենտերոլոգը կամ սոնոգրաֆիստը ինչ գործ ունի խոսի քթի միջնապատի մասին, եթե դա մաքուր քիթ կոկորտ ականջաբանական խնդիր է։ Ավելին իմ գոլեգաներից շատերը կասեն լոր բժիշկները հատկապես, Հայկ, արդեն քո հարցերը լուծել ես, քիթդ խոթվում ես մեր խնդիրների մեջ, իրենց մասնագիտական։ Ես չգիտեմ լոր բժիշկները այս թեմայով տեղեկատվական տեսանյութեր, ռոլիկներ կամ չգիտեմ լուսավորչական այլ հնարավոր այսպես միջոցներ օգտագործել են թե չէ, բայց ինքս առնչվում եմ խնդրի հետ հետևյալ կերպ, նախ իմ անձնական փորձառությունը մի կողմ, անձնական էլ այդ խնդիրը որպես այդպեսին ունեմ, բայց դրա մասին չի խոսքը։ Ինձ մոտ գալիս են պացիենտներ, որոնք ի թիվս այլ խնդիրների, ասենք ընդհանուր թուլություն, հոգնածություն, անհավեսություն, տրամադրության, չգիտեմ, անկում կամ ի թիվս մարսողական խնդիրների, մարսողական խնդիրների հետ միասին։ Գիշերը վատ քնել եւ այլ, այսպիսի սիմպտոմներից բացի մեր պացիենտները մեկ էլ ասում են, որ պլանավորում են գնան եւ քիթը վիրահատեն։ Երբ որ հարցնում ես քիթս ինչու համար պիտի ձեր քիթը վիրահատեն, ասում են միջնապատը թեք է, միջնապատը ծուռ է։ Ես խոսում եմ այն դեպքերի մասին, երբ որ քթի վիրահատության համար հիմնական պատճառ են բերում, որ միջնապատը թեք է եւ միջնապատը ծուռ է։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը, նաեւ մեր գոլեգաները, բժիշկները, այս առումով պիտի մի երկու, այսպես ասած, տեղեկություն ստանան անպայման, իմանան բնության, բիոլոգիայի եւ մարդ անատոմիայի մասին ընդհանրապես։ Ուրեմն սկսենք նրանից, որ մարդու դեմքը, ինչպես եւ ամբողջ մարմինը, սիմետրիկ չի, իդեալական սիմետրիկ չի, կա որոշակի ասիմետրիա։ Ամենահստակ հեշտ ձևը, որ կարաք դա տեսնեք, ցանկացած մեկը գիտի հայլու մեջ նայելա բազմաթիվ անգամ եւ գիտի, որ իր աջ հումքը ենթադրենք ձախ հումքից տարբերվում է։ Կամ չգիտեմ, որ իր աջ աչքը ձախ աչքից տարբերվում է։ Կամ չգիտեմ, պացիենտներ կան գալիս են այսպես կողաղեղները մեզ են դիմում, ասում է այս կողմից մի քիչ ուռած է ոսկորս, կողաղեղների մասին է խոսքը։ Այն կողմը մի քիչ ուրիշ ձև է։ Կամ զստոսկրերի այս ներքևը կարա, կամ աչու ձախ ոտքերը, չգիտեմ, որոշակի տարբերություն վերջին հաշվով մարդու մոտ աչն ու ձախը ոչ միայն ներքին օրգանների մակարդակում, այլև իր ամբողջ մարմնով մարդու աչն ու ձախը տարբեր է, իդեալական սիմետրիա գոյություն չունի։ Սա գիտենք բոլորս։ Գրեթե չկան մարդիկ, նորից կենտրոնանանք դեմքի վրա, որովհետև մեր խնդրո առարկան գտնվում է դեմքի վրա, չիքն է եւ քթի միջնապատը, գրեթե չկան մարդիկ, ում իդեալական սիմետրիա լինի աչի եւ ձախի միջեւ։ Ասեցի, ունքերն ու աչքերը ամենալավ այդ ցուցիչն են, որ ցույց են տալի, եթե դուք դրանից տեղյակ եք։ Հիմա մտածեք, եթե մարդու մոտ դեմքը ի սկզբանե ասիմետրիկ է, որոշակի չափավոր, իդեալական սիմետրիա չկա։ Եթե մարդու դեմքը ի սկզբանե ասիմետրիկ է, ինչու պիտի միջնապատը քթի ուղիղ այսպես իդեալական մեջտեղով անցնի։ Այդ ասիմետրիայի կանոնին ենթարկվում է նաև քթի միջնապատը, եւ մենք ինչ ենք ունենում։ Մենք ունենում ենք, որ նորմալ առողջ մարդկանց 80%-ից 70-80%-ից ավելին նորմայում առողջ մարդկանց քթի միջնապատը թեք է, ծուռ է, այսպես ասած։ Այսինքն քթի միջնապատը, եթե մարդու մոտ թեք է, դա նորմա է, դա հիվանդություն չի, դա շեղում չի, որ քթի միջնապատը թեք է, պետք է գնաս քիթդ վիրահատես։ Եթե կոսմետիկ նպատակներով, դա ամեն մարդու անձնական գործն է, դրա մասին չեմ խոսում։ Եթե քթի միջնապատի թեքության հետևանքով կամ առանց այդ թեքության, ինչ գրեթե անհնար է, ասեմ, մարդկանց ծանրակշիռ մեծամասնություն ունեն քթի միջնապատի թեքություն ու դա նորմալ է, դա նորմալ անատոմիան է, ավելին զարմանալի կլինի, եթե մարդու քթի միջնապատը իդեալական ուղիղ լինի։
Զարմանալի կլինի, եթե մարդու դեմքը իդեալական սիմետրիկ լինի։ Այ դա է զարմանալի, դա է խնդրեմ։ Դե պետք է մտածես, ասեն չի սիմետրիկ այ մարդը։ Այսինքն որոշակի ասիմետրիա դա բնական է։ Հիմա եթե զարգանում են քիթ կոկորտ ականջաբանական խնդիրներ, եթե խեցիների այտուց, եթե քիթ կոկորտ ականջաբանական հիվանդություններ, քրոնիկ, որոնք դեղորայքային բուժումներով չեն լավանում, որոնք իրոք պայմանավորված են քթի խոռոչների կամ քթանցուղիների անցանելիության հետ։ Իսկ օրինակ մարդը կարող ունենա ալերգիկ ռինիտ, որը ինչքան էլ վիրահատես, որպես այդպեսին փոփոխություն չունենաս։ Կարան լինեն խնդիրներ առողջական, քիթ կոկորտ ականջաբանական, որոնք ինչքան էլ դու փորձես վիրահատական ճանապարհով լուծես, առանց դեղորայքային եւ միգուցե նույնիսկ ուրիշ մասնագիտական, օրինակ ալերգոլոգիական միջամտության այդ խնդիրը կարա չլավանա։ Այսպիսով ես էլի եմ ասում, չեմ խոսում քիթ կոկորտ ականջաբանական բարդացած դեպքերի մասին, այն դեպքերի մասին, որոնք դեղորայքային բուժման ֆոնին միևնույնը չեն լավանում, հաճախ են կրկնվում, ունեն քրոնիկ ընթացք։ Ես խոսում եմ այն դեպքերի մասին, որտեղ մեկին կպցրել են, նայել են, ասում են միջնապատը ծուռ է, իսկ միջնապատը ծուռ է, որովհետև տենց պետք է լինի, դա նորմալ է, որ միջնապատը ծուռ է։ Ու այդ միջնապատը ծռության հիմքով ասում են արի վիրահատենք։ Ու քո ընդհանուր թուլությունը, հոգնածությունը, չգիտեմ ինչ, այս ամեն ինչը կապված է իբր թե վատ շնչառության հետ։ Դա պետք է ապացուցվի, որ դա կապված է վատ շնչառության հետ, որտեղ մարսողական խնդիրներով է լիքը մարդիկ գալիս են, հարյուրներով եւ հազարներով, որոնց կես տաբլետկա անտիդեպրեսանտ է տալի, ու որպես նեյրոգաստրոենտերոլոգիական միջամտություն, ու այդ ուղեկցող ընդհանուր հոգնածությունը, վատ քնելը, անհավեսությունը անցնում գնում է։ Պատկերած առանց ուրիշ միջամտության, առանց ուրիշ ազդեցության։ Հետևաբար այդ պացիենտները մանավանդ, եթե մարդ ունի ֆունկցիոնալ խանգարումներ, այսպես հայերեն ասած, ժողովրդական լեզվով ասած նևրոզներ, եթե մարդ ունի տենց բան, այդ մարդը ինքը իրանից դժգոհ է։ Այո, ինքը կարող ասի իմ քիթը լավը չի, ունքերս լավը չի, անունս լավը չի, իմ անունը ավելի լավ կլներ ուրիշ անուն լիներ, իմ բոյը լավը չի, իմ քաշը լավը չի։ Այսպիսի պացիենտներ կան, չէ, որոնք ունեն հոգեհուզական ֆիքսված խնդիրներ։ Բայց մարդկանց քյոլ մստել, իմ հիմնական թիրախը այս պահին դա է։ Քյոլ մստել նայել ասել միջնապատը ծուռ արի վիրահատենք ու դու ամեն ինչ կդզվի, ու այդքան էլ լուրջ չի։ Ավելին դա անլուրջ է, շատ, եթե ոչ ուրիշ բան։ Այնպես որ ես որպես գաստրոենտերոլոգ հիմնանալից վերջի շրջանում հաճախացել են մի քիչ այդ դեպքերը, պացիենտը գալիս է, նայում ես որևիցե խնդիր չունի, ասում ես վիրավորվում միջնապատս ծուռ է։ Ուրիշ ստորին խեցիները ինչ որ չափավոր այտուցված են, առանց կոնսերվատիվ բուժման կանչել են վիրահատության։ Իմաստը կարող է մի երկու հատ աերոզոլ փչի կամ երկու կաթիլ կաթացնի, մեկ էլ տենաս այդ ամեն ինչը շտկվեց, անցավ գնաց առանց վիրահատության։ Այսինքն քթի անցանելիությունը վերականգնվեց, եթե նույնիսկ վատ է շնչում։ Անցանելիությունը վերականգնվեց, մեկ էլ տենում ես, բայց այնուամենայնիվ այդ պացիենտը շարունակում է մնալ անհավես, խնկոտ կամ չգիտեմ, քնի խանգարումով, միգուցե ուղարկես քնի կենտրոն, քնի խանգարումը բացահայտեն, միգուցե նյարդաբաններն ու հոգեբանները մի կռուգ աշխատեն, հետո եթե տակը բան մնա, դիմենք ընդհուպ միջև վիրահատական միջամտության։ Մի խոսքով, հարգելի ժողովուրդ ջան, գոլեգաներ, պացիենտներ եւ այլն։ Քթի միջնապատը նորմալ մարդու մոտ ծուռ է լինում, թեք է լինում։ Ինչու եմ ասում նորմալ, որովհետեւ այն ինչ 80%, 90% հաճախությամբ է հանդիպում առողջ մարդկանց շրջանում, դա բժշկության մեջ համարվում է նորմ, համարվում է նորմալ։ Ուրեմն կարելի է ասել, որ նորմալ մարդու մոտ քթի միջնապատը ծուռ է լինում, որտեղ դեմքը սիմետրիկ չի իդեալական, եւ ոչ միայն դեմքը, ընդհանրապես մարմինը իդեալական սիմետրիկ չի։ Եթե մի բան գտնվում է այդ մարմնի մեջտեղում, այո, նա կարա ու միջնապատը, նա կարա այո որոշակի աճ ու ձախ թեքվածություն ունենա իդեալական այսպես առանցքից, իդեալական միջին գծից կարա որոշակի շեղվածություն ու դա նորմալ է։ Իսկ ինչու է դրա մասին գաստրոենտերոլոգը խոսում, որտեղ գաստրոենտերոլոգը իր պացիենտների շահերի պաշտպանն է,
ոչ միայն իր մասնագիտական եւ ցանկացած մասնագետ իր պացիենտի շահերի պաշտպանն է ոչ միայն իր մասնագիտական ոլորտում, այլ նաեւ մնացած բոլոր ոլորտներում, որ իր պացիենտը առնչվում է, սկսած լաբորատորիայից, գործիքային հետազոտությունից մինչև դեղատուն եւ կոլեգաների կոնսուլտացիաներ։ Ցանկացած բժիշկ իր պացիենտի շահերի պաշտպանն է ոչ միայն իր նեղ մասնագիտական ոլորտում, այլ նաեւ բոլոր այն առողջական խնդիրների հետ կապված ոլորտներում, որոնց հետ առնչվում է իր պացիենտը։ Ну, թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։ Քիթ կոկորտ ականջաբաններ ջան, ներող կլինեք։ Ես գիտեմ, որ բոլորիս ոլորտներում էլ կան, բոլորիս դաշտերում էլ կան խնդիրներ, բայց այս միտքը այսպես սիմետրիայի, ասիմետրիայի, գեղեցկության եւ նորմայի մասին։ Իդեպ գեղեցիկ է համարվում այդ ինտուիտիվ ուղեղում մարդը գեղեցիկ է անցալում այն դեմքը եւ այն մարմնակառուցվածքը, որտեղ այդ մինիմալ ասիմետրիան կա։ Իդեալական սիմետրիան մարդու համար ինտուիտիվ, ենթագիտակցորեն անբնական է թվում։ Եվ դա գեղեցկության էտալոն չի, գեղեցկության էտալոնը այդ մինիմալ ասիմետրիան, այդ որոշակի ասիմետրիան պահպանելն է։ Այսինքն համաչափության եւ անհամաչափության ներդաշնակությունն է։ Ու թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։